Պարոն Ղազարյան, այսօր ըստ էության ձեզ պետք է դիմավորի Արսեն Թորոսյանը կամ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկին սպասելիքներ ունեք, արդյոք այս անգամ էլ չեն բոյկոտի եւ ձեզ կընդունեն։ Դե ես ամեն անգամ ունեմ լեգիտիմ ակնկալիք, որ այդ հանդիպումները պիտի կայանա, դրա համար էլ ներկայանում եմ, այսինքն ես չնայած մինչև հիմիկվա իրենց կողմից եղած ձախողումներին չեմ հիասթափում, արդեն դարձել եմ այս ընդունարանի աշխատակից, հələ եւս 4 աշխատանքային օրերի շաբաթվա ընթացքում կա, իսկ մինչև 5 շաբթիներ առել ընդունելությունները նշանակված են, ես բոլոր դեպքերում դրանց գալու եմ, իսկ չկայացած բոլոր հանդիպումներին ես համարժեք արձագանքում եմ, օրինակ տնտեսական հարցերի հանձնաժողով, երբ որ չկայացավ հանդիպումը, արդեն հարցում եմ ուղղակի ազգային ժողով, որպեսզի ասեն, թե որն է եղել պատճառը, ով պիտի լիներ պատգամավորներից, որ չի եղել, ինձնից բացի քանի քաղաքացի է հերթագրված եղել, որովհետև կարծիք ունեմ, որ միակ ես եմ եղել եւ պիտի լիներ ԿՊ-ական պատգամավոր եւ այդ ձևով փորձում են խուսափել այդ հանդիպումներից։ Իսկ հարցումը շաբաթօրն եմ հանձնել փոստով, կարծում եմ այսօր կստանան եւ 5 օրյա ժամկետ ունեն պատասխանելու։ Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբենյանին եւ Հակոբ Արշակյանին, երկուսի վերաբերյալ հաղորդում է տրված գլխավոր դատախազին, որպեսզի նախ վարույթ նախաձեռնվի, հանրային քրեական վարույթ եւ նաեւ միջնորդություն ներկայացվի ազգային ժողով նրանց երկուսին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ այդ վարույթի շրջանակները որպես մեղադրյալ ներգրավելու համար։